Զորավար Սեպով պատմական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումների շարքը։ Բարև ձեզ։ Պարոն Ներսյան, այսօր առաջարկում եմ սկսենք մեր քննարկումը ռուս-ուկրաինական հիմնախնդրի հավանական կարգավորումից, որովհետև վերջին շրջանում մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք վերաբերում են փաստացի ռուս-ամերիկյան ընդհանուր կոնսենսուսային որոշումներին, որոնք ինչ են իրենցից ենթադրում։ Դրանցից առաջինը մասնավորապես վերաբերում է ուկրաինական կորցված կամ ռուսական կողմից գրավված հողերի ռուսական ազդեցության տակ մնալուն, ռուսական բանակի գերիշխանության ու դոմինանտությանը տարածաշրջանում, ուկրաինական բանակի թվակազմի նվազմանը եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրների, որոնք փաստացիորեն Ուկրաինային դնելու են այլևս էապես ցածր քաղաքական կշռի վրա, եթե ոչ կապիտուլյացիա իհարկե։ Որքանով են այս տեղեկությունները արժանահավատ եւ ինչ եք կարծում այս հարցի շուրջ։ Գիտեք ինչ, իրոք ես վերջերս մեր փորձագետներին ու քաղաքագիտական շրջանակներին, ինչպես ասում են, Աստված տվել է, էլի, անընդհատ վերլուծություններ են անում, տեսակետներ են արտահայտում, մեկը մյուսի դեմ ժխտում, հաստատում եւ այլն։ Պարզ ինչ տեղի ունեցավ, Թրամփը ներկայացրեց այդ հայտնի 28 կետերը, որի մասին նույնիսկ արդեն ինչ-որ ինֆորմացիայի արտահոսքի արդյունքում այն եզրակացություններն են շրջանառվում, որ ուրեմն նախապես ինչ-որ պայմանավորվել են ռուսական կողմի հետ, Ուիտկոֆի եւ Ուշակովի հետ զրույցը, որ գաղտնազերծվեց, փաստորեն այդտեղից հիմա այն տպավորությունը ստացան, որ փաստորեն ինչ-որ բաներ են նախագահից Թրամփից ու Պուտինից գաղտնի պայմանավորվում, չէ, ինչ-որ քայլերի գնալ նա ուշում է, թե դու ինչ կասես Պուտինին, չգիտեմ, ինչ Պուտինը ինչ ասի Թրամփին, չէ, սա բացահայտվեց, չգիտեմ, ինչ Բաքվից այդ հարցը գնաց, բայց ես սա ինչի համար եմ շեշտում, ինքնին այս ինֆորմացիայի արտահոսքը մի բանի վկայությունն է ըստիս, որ իրոք այդ խնդիրը Ամերիկա-ռուսական պայմանավորվածության արդյունք կարող է լինի եւ այդ 28 կետերը նախապես պայմանավորված կարող են եղած լինել Թրամփի եւ Պուտինի միջեւ իրենց ներկայացուցիչների միջոցով, որը բնականաբար չընդունեց կամ մասամբ փորձեց ընդունել վերախմբավորելով, չէ, փորձեց ընդունել Եվրոպան։ Հիմա այդ 28 կետերը այլևս փաստորեն չկան, որովհետև ինչպես չէ, բազմիցս հայտարարվում է Ժնևի հանդիպումից հետո արդեն դրանք ոնց որ դարել են 19, բայց այդ 19 կետերի բովանդակության մասին մենք չենք կարող խոսել, որովհետև հենց չեն հրապարակել, բայց այստեղ ինչն է կարևորը։ Եթե մենք նայում ենք խնդրին խորքային առումով, մենք տեսնում ենք, որ կարծես թե Թրամփը, կոնկրետ Թրամփը ինչ-որ համակրանք ունի Պուտինի հանդեպ։ Դա կարող է միգուցե պայմանավորվել նրանով, որ ինչ-որ կոմպրոմատներ ունի Պուտինը, 5 կոմպրոմատներ ունի Թրամփի դեմ, բայց ես դա չեմ կարող ասել։ Բայց կոնկրետ այդ կետերը, որոնք կան եւ որոնք, ինչպես ասում են Մարկո Ռուբիոյի ջանքերի արդյունքում, չէ, հօգուտ Ուկրաինայի որոշ կետեր խմբագրվեցին, որոնց որոշ կետեր խմբագրվեցին, տեսեք, հիմա մեր փորձագիտական շրջանները հենց սկզբից անհապաղ դա համարեցին կապիտուլյացիա։ Եվ կապիտուլյացիա դա համարեցին հենց կարելի ասել ռուսասերները, ռուսոֆիլները, ինչի համար, որովհետև նրանց ձեռնտու է այդպես ներկայացնել, քանի որ նրանք սպասում են Ռուսաստանի հաղթանակին Ուկրաինայի դեմ, այն հույսով, որ Ռուսաստանը այդ հաղթանակից հետո նաև կարող է վերադառնալ այս տարածաշրջան, որտեղից էլ լիովին չի գնացել, բայց այստեղ շատ թույլ հիմա չէ, դերակատարություն ունի, մենք այդ մասին խոսել ենք, իսկ արևմտամետները մի ուրիշ ձևով խնդրին մոտեցան, նրանք մտածեցին, որ այսպես, եթե այս կետերը իրականանան, ուրեմն ստացվում է, որ ռուսները կարող են ակտիվանալ եւ
Արևմուտքի հետ կապված իրենց ծրագրերը, մեր ծրագրերը, մանավանդ իրենց ծրագրերը, քանի որ դրանցից շատերը սնվում են արևմուտքի կողմից, չէ, կարող են իդերև լինել։ Հիմա գիտեք, սրանք 10-րդ նշանակության քննարկումներ են ըստ իս։ Հիմա երբ որ մենք նայում ենք ամենայն դեպս այդ շրջանառվող կետերը, մենք տեսնում ենք նախ հետևյալը։ Բոլոր նրանք, ովքեր որ ասում էին, որ դա Ուկրաինայի կապիտուլյացիա է, այդպես չի, որովհետև որ ասում են կապիտուլյացիա, նախ պետք է հասկանանք ինչ է դա նշանակում։ Կապիտուլյացիա նշանակում է ազնատվություն, երբ կռվող կողմերից մեկը զրկվում է, ասենք, իր ռազմական ուժից, բանակից, ընդունում է ինչ-որ կետեր, չգիտեմ, դառնում է փոքրիկ պետություն, իսկ անվերապահ կապիտուլյացիայի դեպքում արդեն առհասարակ այդ պետությունը որպես քաղաքական միավոր վերանում է, բայց երբ որ մենք նայում ենք այս կետերին, ինչ ենք տեսնում, որ ընդհակառակ է, թեպետ եթե այդ պայմանագիրը իրականանար եւ երկուստեք ռուսական եւ ուկրաինական կողմերը կային համաձայնության, Ուկրաինան կապիտուլյացիայի չէր ենթարկվում, Ռուսաստանին թողնվում էր ինչ-որ տարածքներ, որոնք ավերված վիճակում են եւ, չգիտեմ, միլիարդների ֆինանսներ պետք է այդտեղ տրվեն, որ դրանք վերականգնվեն եւ ով է տեսել, որ կապիտուլյացիայի ենթարկված պետությունը ունենա բանակ եւ այն էլ ոչ փոքրաթիվ բանակ 600,000-ը եկեք խոստովանենք, որ բավական մեծ թիվ է, որ նրանք պետք է պահեն, ընդ որում երբ որ այն խոսակցությունն էլ կա, որ Ժնևում դա արդեն փոխել են 800,000, չէ՞։ Հիմա այստեղ ուկրաինացիների համար ինչն էր ցավալի, էլի, որ նրանք ասենք պետք է կորցնեն Դոնբասը, չէ՞։ Ղրիմը, Դոնբասը, հետո այնտեղ Զապորոժը, Խերսոնը այդ գծով պետք է բան ճակատը սառեցվեր, մտնեին բանակցությունների շուրջը, բայց գիտեք ինչ կա, անկախ այս ամենից, այս մասով ամփոփեմ, որ դա կապիտուլյացիա չէր, էլի Ուկրաինան կարող էր գնալ դրանով խաղաղության, մանավանդ որ տեսեք ինչպիսի կետեր այնտեղ կան, որ ասենք ՆԱՏՕ-ի, չնայած Ուկրաինան չի դառնում ՆԱՏՕ-ի անդամ, բայց ՆԱՏՕ-ի զենքերը Լեհաստանից ուղղվում են, չէ, Ռուսաստանի վրա, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածություն, այսինքն անվտանգության առումով Ուկրաինային ինչ-որ երաշխիքներ տրվում են, բայց արի տես, որ մյուս կողմը, ռուսական կողմը, ինքը չի համաձայնում եւ իմ խորին համոզմամբ չի էլ համաձայնվելու այս նոր կետերին, որոնց մասին մենք դեռևս չգիտենք։ Նա էլի ինչ-որ պահանջներ է ներկայացնում Ուկրաինային, որ հրաժարվի, չէ, կոնկրետ այն տարածքներից, որոնց մասին ես հիշատակեցի, ու որոնք ինքը համարում է, Պուտինը համարում է ռուսական տարածք։ Հետո մի ուրիշ խնդիր էլ կա, ըստ իս ոչ պակաս կարևոր։ Ես այն կարծիքին եմ, որ հիմա Պուտինը իր խորհրդականները առհասարակ, ուրեմն այն ուղեղը, այն կենտրոնները, որոնք նրան ինչ-որ բաներ են տալիս, վերլուծություններ են տալիս, նրանք հակված չեն, որ պատերազմը ավարտի Պուտինը, որովհետև պատկերացնում եք հիմա ռուս-ուկրաինական ճակատում միլիոնավոր զինվորներ են կռվում, որոնք ստանում են շատ բարձր աշխատավարձ, Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը ուրեմն ռազմական ռեսերի վրա է եւ կտրուկ դադարը ինչ կարող է բերել այն մարդկանց, ովքեր որպես զինվոր բարձր վճարվելով հետ վերադառնալով դեպի թիկունք զրկվում են այդ փողերից։ Այսինքն նրանց ձեռք է տալիս, որ այդ կռիվը տանեն։ Ես այդպես եմ էլի մտածում, կարող է բունտեր հասունանան։ Տարբեր տեսակի բաներ կարող են լինել։ Սա մեկ, երկրորդն էլ այն ռազմավարությունն եւ մարտավարությունն է Պուտինը դրել իր առջեւ, որ ինքը պետք է կապիտուլյացիայի ենթարկի Ուկրաինային, բայց Ուկրաինայի կապիտուլյացիան երբեք չի հանդուրժի Եվրոպան։ Տեսնում եք, Եվրոպան թեպետ որ ասում են մենք կողմ ենք, չէ՞, ավարտում են մենք կողմ ենք, որ նրանք գնան հաշտության, բայց մենք էլ ունենք մեր պայմանները։ Երաշխիք չկա, որ
Պուտինը այս զինադատարից հետո ուրեմն կարող է մի պահ կանգ առնի ու նորից սկսի ու Եվրոպան վախենում է իրենից։ Եվրոպա տեսնում եք բաները այդ անոթ հաճուները թրջում են, հետախուզական ինչ-որ բաներ են անում, հետ են գալիս, դա հոգեբանական գրոհ է, էլի, այսինքն արևմուտքը հակված չի ընկանել Թրամփի ծրագրերի իրականացմանը։ Թրամփը լինելով բիզնեսմեն, մենք էլի ենք շուտ խոսել այդ մասին մի տարի առաջ, չէ՞ որ հիշում եք որ բիզնեսմեն ասած մենք Թրամփը քաղաքագետ Թրամփին։ Նա ամեն ինչի վրա խաչ է քաշում Եվրոպայի, միայն փող ծախում է ՆԱՏՕ-ին զենք, այդ զենքերը գնում են Ուկրաինա, չէ՞։ Մյուս կողմից էլ ուկրաինացի ժողովուրդը ինքն էլ ոնց որ ցանկանում է կռվել եւ ներկա ղեկավարության շատերը ցանկանում են կռվել։ Մի ուրիշ բան էլ կա, ոնց որ թե երեք ես լսում էի Պուտինը այնպեսի մի բնակավայրի անուն տվեց, որ իբրև ռուսները այս երկու օրը գրավել են, որ այդպեսի բնակավայր, այդ անունով քաղաք չկա ամենայն դեպս այն տարածքների վրա, որտեղ ռուսները առաջ խաղացում են ապրել 300 կիլոմետր ռազմաճակատային գծից հեռու եւ ուրիշ անունով է կոչվում, որ ես չգիտեմ, ինչի՞ ես սա մեջբերում, որովհետեւ ոնց որ թե Պուտինին ինչ-որ բան սխալ են զեկուցում, ես չեմ հասկանում ինչ է կատարվում, ամենայն դեպս ամփոփեմ, ես չեմ կարծում, որ ռուսական բանակի դրությունը մխիթարական է Ուկրաինայում, ինչպես որ չեմ կարծում, որ Ուկրաինայի դրությունն էլ ուրեմն այնպեսին է, որ ինքը կարող է հեշտորեն դիմակայել առանց Եվրոպայի օգնության եւ երրորդ ես կարծում եմ, որ անկախ ամեն ինչից Ուկրաինան ուրեմն Եվրոպային չի կարող լրիվ տարանջատել իր քաղաքական ծրագրերից եւ այդ օգնությունը Ուկրաինա գնա եւ կարծում եմ, որ այս կետերը 28-ից 19 տարածած կետերը առայժմ չեն իրականանա։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ ի վերջո կլինի դա 18-19 կետանոց թե 28 կետանոց խաղաղության հաստատում, հա, Արևելյան Եվրոպայում, մի պահ պատկերացնենք, որ ռուս-ուկրաինական հիմնախնդիրը փաստացի լուծվում է։ Ինչ այդ դեպքում Հարավային Կովկասին սպասվում, որովհետև բոլորի համար պարզ է, որ ռուսական ձեռքերը այստեղ կարճացել են, հաշվի առնելով հենց այդ պատերազմը։ Եվ հետևաբար կարելի է այստեղ սպասել տարածաշրջանում որոշակի էական վերադասավորումների, պայմանավորված օրինակ հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Տեսեք, հիմա Հայաստանում կան քաղաքական ուժեր, իշխանությանը ընդդիմադիր ուժեր, որոնց երազանքը ինչն է, որ ռուսները արագ ավարտեն ու կան Հարավային Կովկաս, ու այստեղ էլ փոխեն իշխանությունը։ Ես չեմ ուզում մարգարյանալ առումով, բայց ես այն կարծիքին եմ, որ անկախ այն հանգամանքից էլ, որ եթե այդ զինադադարը կնքվեր, դեռևս տևական ժամանակ կպահանջվեր, որպեսզի Ռուսաստանը այստեղ կրկին ակտիվանար։ Ինչի համար, որովհետև տեսեք, մի շարք խնդիրներ կան, էլի, այստեղ այս տարածաշրջանում, որոնք փաստորեն փորձել են լուծել Արևմուտքը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմա մի բան ակնհայտ է, որ արկա է օգոստոսի 8-ի հռչակագիրը եւ այդ Թրամփի ուղին, որը արդեն փորձում են աշխատանքները սկսել դա կառուցելու համար, այստեղ կա թուրքական ազդեցությունը, արևմուտքի ազդեցությունը, բոլորը ցանկանում են, որ այստեղից իրոք ռուսական ազդեցությունը վերանա, որը հիմա անվարան կարելի ասել, որ հասել է նվազագույնի, բայց տեսեք, ինչքան ջանքեր են պետք քայքայված տնտեսությամբ ռուսներին, որպեսզի նորից նրանք փորձեն ինչ-որ մի նոր ճակատ բացել, որը, տեսեք, հակասական վիճակ կստեղծի, եթե լինի էլ հակասական վիճակ կստեղծի այն մարդու քաղաքական ձգտումների հետ, իսկ այն մարդը, որ ասում եմ Թրամփին նկատի ունեմ, եւ այդ մարդը մենակ չի, նա ունի ուղեղային կենտրոններ, այստեղ կա հրեական գործոնը, իր փեսանքուշները հրեաների հետ է աշխատում, այսինքն հիմա այստեղ Թրամփը դրել է ծրագրեր եւ միշտ բարձրանում է, չէ, որ ես դադարեցրեցի
7 հատ պատերազմ, դե հիմա թիվը էական չի, այս մեկն էլ կդադարեցնեն ու չի լինում, որովհետև դա հեշտ բան չի, էլի։ Ոչ մի երաշխիք չկա, կրկնում եմ, որ Ռուսաստանը չի խփի Եվրոպային, թեպետ որ Պուտինը հայտարարեց, որ ես պատրաստ եմ թուղթը ստորագրել, բայց ինչքան թղթեր են ստորագրվել, էլի, չէ՞ որ խախտվել են։ Հետո այսինքն թուղթ ստորագրել, որ ես չեմ արձակվի Ռուսաստանի վրա, եթե այստեղ զինադադար լինի։ Այսինքն Պուտինը սեթևետում է։ Հիմա ինչ է ուզում ասել։ Հիմա այս տարածաշրջանում Թրամփը, որը փաստորեն ցկտում է գնալ այն քայլերի, որին ինչ որ տեղ ի տարբերություն J.D. Vance-ի կարծես թե հակառակվում է նրբորեն Մարկո Ռուբիոն պետքարտուղարը եւ հոգուտ Ուկրաինայի ինչ-որ մեղմացումներ է արել, ուրեմն անկախ այդ հանգամանքից, ասեք, եթե Թրամփը, ինչպես ասեցի, այս ծրագրին փորձում է գնալ, նա ստիպում է Ուկրաինային, չէ, ստորագրել դա, որի դեպքում նա կորցնում է այն տարածքները, որոնք իրեն են, եւ նա ինչ է ասում, շատ վիրավորական բան ուկրաինացի ժողովուրդների համար, որ դրանք դուք չեք կարող գրավել, դրանք դա կգրավեն, չէ, անընդհատ այսպես, փաստոր նա այս առումով ոնց որ բացահայտ ավելի շատ ռուսների կողմն է, որը չի ընդունում արևմուտքը, ավելին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետականներ կան, որ այս հարցով արդեն ընդվզում են Թրամփի դեմ, ու տեսեք, եթե նա գնում է, փորձում է գնալ ռուսների հանդեպ, այս իջումի, հաստատ նա պետք է դնի նաև խնդիր, որ ասենք, այս տարածաշրջանում Կովկասում ես այս ծրագրերն եմ, ըստ իս էլի, ես այս տրավաբանորեն, ես այս ծրագրերն եմ իրականացնում, չէ, հայ-ադրբեջանական խաղաղության ծրագիր եւ այլն, ուրեմն այդ տարածաշրջան ռուսները արդեն գզգուշանան մոտենալ։ Այլ հարց է, որ չգիտեմ, ռուսական զինվորը, որը միշտ սովոր է եղել կռվելու, տարածքներ նվաճելու, պատերազմելու անընդհատ եւ այլն, խախտեն այդ բաները, պայմանավորվածությունները, որոնք ես չեմ կարծում, որ չլինեն, այսինքն ուզում եմ ասել Թրամփի շրջապատում հաստատ կլինեն գործիչներ դեմքեր, որոնք այս երկրորդ կողմը խնդրի չեն կարող չանտեսել, որովհետև Ռուսաստանի այս տարածաշրջանում կրկին ակտիվացումը իդերև է հանում արևմուտքի այս քանի տարվա ջանքերը այս տարածաշրջանում հաստատելու խաղաղություն ու բացելու կապուղիները ու Ռուսաստանին դուրս մղելու։ Դրա համար եւ Ռուսաստանի տնտեսական վատարկացության պայմանավորված եւ այս խնդիրներով պայմանավորված Թուրքիայի այս ազդեցությունը այս տարածաշրջանում ազդեցության պայմանավորված իսկ հիմա Էրդողանը Պուտինի համար լուրջ դեմք է ուկրաինական այս խնդիրը կարգավորելու առումով հիմա չի շտապեցնի ռուսներին, որ գան այս տարածաշրջան։ Իսկ դա պետք է մեզ մղի, որ մենք ինչ քայլեր որ անում ենք հզորանալու, ուժեղանալու առումով ավելի դրանք արագացնենք։ Այս ամբողջի հետնախորքի վրա բոլոր այն ուժերը, հայ փորձագիտական, այսպես ասած, շրջանակները, որոնք փորձում են հայցակետեր կառուցել ռուսների պարտության, ոնց որ թե նրանք ուրեմն արևմտամետները ոնց որ ուրախանում են, երբ որ ասենք ցկցկվում է այդ պատերազմը, որովհետև նրանք վախենում են, որ ռուսները կարող են այստեղ վերադառնալ եւ վերջ իրենց ամբողջ գործունեությանը արևմուտքի իսկ ռուսամետներն էլ ցավոք սրտի ուրախանում են մի ուրիշ առումով, որ ինչպես քիչ առաջ ասացի, ռուսները հաղթանակով դուրս կան, ինչպես որոշ քաղաքագետներ են անընդհատ ասում, Յալթա երկրորդ։ Նախ պետք է դու խորանաս, իմանաս Յալթա երկուսը ինչ է, նա լրիվ ուրիշ բան էր, որ հիմա Յալթա երկուսի խնդիր չկա, եւ մանավանդ որ այստեղ ըստ իս Չինաստանը շատ նուրբ խաղ է խաղում, եւ ոչ հօգուտ Ռուսաստանի։ Դրա համար դնել եւ դրա վրա ինչ-որ բաներ անել, եզրակացություններ անել ռուսների Ուկրաինայում
ուրեմն պարտության կամ հակառակ պարտության, ու այստեղ Հայաստանում ինչ-որ կոնցեպցիաներ մշակել, ոմանք մտածել, թե հիմա կավարտվի ռուսները կգան, իշխանությունները կփոխվեն կամ մյուս ձևի, դրանք հիմնազուրկ տեսակետներ են։ Մենք պետք է այստեղ պետականամետ մեր ուրեմն պետությունը ամրապնդելու քաղաքականություն տանենք, քանի այս գեոպոլիտիկական հակասությունները չեն ավարտվել, որովհետև վաղը ես չգիտեմ, ինչ կարող է լինել, կարող է հազար ու մի անակնկալներ լինեն ու ամեն ինչ փոխվի։ Դրա համար մենք պետք է արագ աշխատենք, ոչ թե դնենք ուսին բաներով բանավիճենք ու փորձենք այստեղ այնպես անել, որ վերջ էս խաղաղության ծրագրին, ուրեմն ռուսները գան, գրավեն, այն նոյեմբերի 9-ի կետը, որը համարում էին կապիտուլյացիա, նոյեմբերի 9-ի կետը իրականացնեն ռուսական տիրապետություն, անձամբ ես որպես հայ մարդ, ես ոչ դուք էլ լավ գիտեք, մենք մեր հայեցակետը, մեր վերլուծական կենտրոնի որն է, որ երբեք պետք չի լինել հակա ռուս, հակա արևմտամետ, նույնիսկ հակաթուրք, որ եղար դու այդպես, ինչ ես դու շահում, բոլորի հետ էլ դու պետք է ճիշտ քաղաքականություն վարես։ Այ հիմա ասենք օրինակի համար հաճախ մտածում եմ, որ մեր փորձագիտական որոշ շրջանակներ ենթարենք ներկա իշխանություններին անաչառ լինելու համար ասենք մեղադրում են հակառուս լինելու մեջ, ասենք 23 թվականի այդ ջերմուկի դեպքերի, այդ Արցախի դատարկման ժամանակ, ասենք հապկի միջամտության հարցը մեր կողմը մերժեց, չէ՞, մերժեց, այստեղից առաջ եկավ այդ տեսակետը, որ ավելի ճիշտ շատերի մոտ ավելի արմատացավ, որ Փաշինյանը հակառուս է, բայց կոնկրետ ոնց նայում ենք, իշխանությունները ռուսների հետ են հարաբերությունները նորմալ պահում, չէ՞, ասենք թե օրինակի համար ռուսները վաղը խրվեն, շատ ավելի վատ ձևով խրվեն ու չկարողանան, ասենք, Հայաստան ապրանքներ ուղարկել, ապրանքներ ներմուծել, ցորեն ներմուծել, չէ՞։ Շատ լավ, հիմա մենք ինչ պետք է անենք։ Նստենք թախտին, ոնց որ ասում են, սպասենք բախտին, մենք պետք է հայելընտրանքային ճանապարհներ ընտրենք, չէ՞, որ այս ժողովուրդը սովահար չլինի, առանց էլ մենք փակենք։ Հիմա այդ ճանապարհները բացվում են։ Մենք դա պետք է ողջունենք։ Եվ երկրորդը, եթե ինչ-որ խնդիր կա Ալիևի հետ կապված, ինչ-որ խնդիր կա, որ Հայաստանի իշխանությունները, ասենք, թուրքերի հետ են աշխատում, չգիտեմ, այդպիսի հարցադրումներ են անում, Ալիևի հետ են հարցադրում, այդ Ալիևի այդ բանը, նման ապնույթ արտահայտությունները, տեղանունները ադրբեջանական են, թե ինչ, կարծես թե ավելի շատ ոգևորում են հայկական շատ շրջանակների ընդդիմադիր շրջանակների, որովհետև նրանք գրոհեն ոչ թե Ալիևի վրա, այլ իշխանությունների վրա։ Շատ լավ, իշխանությունները եթե սխալ են, ես ինչքան որ իմ բանականությունը թույլ է տալիս, ու գտնում եմ ինչ-որ մեկը սխալ բան է անում, մենք ասում ենք սխալ է, ճիշտ ասում ենք ճիշտ է, չէ՞։ Ասենք, այդ դեպքում դու պետք է այդ հարցադրումը անես Ալիևին, ասենք դու ասում ես, որ Զանգեզուրի միջանցք են տվել, չէ, ազերիներին, ու այդ առումով դու դնում ես, փորձում ես դնել իշխանության հարց, չէ, բայց օրերս մի օր պաշտոնական մի ընդդիմադիր ուժից գնացել է մի, ասենք, գրություն, ասենք Ալիևին, մի դիմում եւ այլը, թե իրոք Փաշինյանը տվել է, կամ իշխանությունները տվել են Զանգեզուրի միջանցքը։ Տեսնենք նա ինչ կպատասխանի, եթե նա պատասխանի, որ իրոք տվել է այդ բոլորս միանանք ու գոռանք, դավաճան են այս իշխանությունները, նրանց հեռացնենք։ Այսինքն մենք ներսում մեր մեջ ենք եփվում հանուն ինչ որ, չգիտեմ, իշխանական, անձնական եւ այլ նպատակների։ Նույնը վերաբերվում է մի բան էլ ավելացնեմ, նույնը վերաբերվում է եկեղեցուն, որի դեմ պայքարը օրեցօր սրվում է։ Տեսեք, ինչ որ ուժեր փորձեցին
եկեղեցու միջոցով բոլոր միջոցները սպառված էին, եկեղեցուն դարձնել են քաղաքական դրոշակը, որի հետևից գնալով ուրեմն գցել իշխանությունները, սկսած 2020 թվականից։ Այսինքն պայքարի հիմքում ընկած էր քաղաքականը։ Եկեղեցին բնականաբար չպետք է այդ խայծը կուլ տար եւ եկեղեցին պետք է իրեն պահեր վեհորեն։ Եվ բոլոր կողմերին փորձեր հաշտեցնել հանուն մեր պետականության միասնականության, բայց արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Եկեղեցին որպես իշխանության հասնելու միջոց օգտագործելու ճանապարհը եկեղեցուն տարավ փռի բերանը, ինչպես ես ասել եմ բազմիցս։ Իսկ դա սկսվեց սրբազան շարժումից, որի հետևում թե ովքեր էին կանգնած։ Մենք ոչ թե կարող ենք ենթադրություններ անել, այլ կարող ենք անուններ տալ։ Ահա այս ամենն է ինձ համար ցավալի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Թերևս այսքանը, կհանդիպենք։